Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր Սուրբ Տիրամոր ավետման տոնը։ Հրաման հասավ հրեշտակին, և նա փութաց, որպեսզի չուշանա։ Խոսքերը, որ լսեց Գաբրիելը, ոչ ոք չիմացավ, քանզի Բարձրյալը դրանք ծածուկ ասաց։ Միայն առաքվելու մասին լսեցինք Սուրբ գրքից, իսկ թե ինչպես եղավ, մենք չլսեցինք, քանի որ անհաս է։ Բայց հաստատապես գիտենք, թե Քույսին ասաց այն, ինչ որ լսեց, և Աստվածամորը ավետեց այն, ինչ որ սովորեց։ Ծառան ընդունեց մեծ թագավորի հրամանը և արագորեն թռչելով երկնավոր դասերի միջով քայլեց գնդերի վրայով և դասապետները չափշեցին, անցավ հույլերի միջով և լեգիոնները չզարհուրեցին։ Ճեղքեց կրակը, պատռեց հողմը, ոտնահարեց կայծակները, ելավ մեկի վրա և գնաց լուսեղեն ճանապարհներով, թողեց հրեշտակներին իրենց գավառներում և անցավ նրանց մոտով, թողեց զվարթուններին իրենց կայաններում և հեռացավ նրանցից, սլացավ երկինքներից և իջավ երկիր, հասավ մեր Սուրբ Աստվածածնի մոտ։ Ծառան տեսավ թագավորի մորը և գլուխը խոնարհեց նրա առջև, տվեց ողջունելի հրովարտակը գրված Բարձրյալի կողմից։ Իմաստուն բանականը սկսեց ընթերցել. «Ողջույն քեզ, օրհնյալդ կանանց մեջ, Տերը քեզ հետ է»։ Իսկ երբ աղավնին տեսավ թագավորական թռչունին, հույժ զարհուրեց, քանզի չգիտեր, թե ով է և ինչ է ուզում կամ որն է նրա գավառը և ով է նրան առաքողը։ Նրա ասած խոսքերից, թե Տերը քեզ հետ է, հասկացավ, որ ծառա է, բայց թե ով էր նրա Տերը, չգիտեր։ Մարիամը հրեշտակին ասաց. «Ասա ինձ, ով մարդ, ով է քո Տերը և որն է նրա երկիրը։ Գուցե դու ինձ ուրիշի հետ ես շփոթել։ Գուցե ուրիշի տեղն ես դնում, որովհետև ես չեմ ճանաչում քո տիրոջը և իզուր են քո խոսքերը։ Երբևէ տեսել եմ նրան կամ խոսել եմ նրա հետ, ով ուղարկեց քեզ ինձ մոտ։ Արդյոք ես լսել եմ նրա ձայնը և կամ խաբելու ես եկել։ Ինչ խորհրդով ուղարկվեցիր, ինչպիսին է նրա կերպարանքը, որ դու սքանչելիդ նրան Տեր ես կոչում։ Նա քեզ նման երևելի է, թե քեզնից ավելի պայծառ է, փառավոր է ինչպես դու, թե անպատմելի է նրա փառքը։ Եթե դու, որ ծառա ես, լույսն ես հագել իբրև վերարկու, ապա ուրեմն քո Տերը անմերձենալի կրակ է։ Եթե քո կերպարանքը ճառագում է արեգակից ավելի, ապա եթե քո Տերը նայի արեգակին, այն կխավարի։ Եթե քո լուսավորությունից ծխած այս տաճարը, ապա քո Տերը, եթե մոտենա լեռներին, կհալեցնի դրանք։ Եթե քո ընթացքից կայծակներ են ցայտում, ապա քո Տերը ապառաշ քարերն էլ կայրի, եթե ոտքը դրանց վրա դնի։ Եթե ծառայիդ պատմուճանն է հուրցոլացնում, ապա քո Տերն իր զորությամբ անհանգչելի հուրը կհանգցնի։ Եթե քո ձայնն իբրև զորությունների ձայն ընկավի մականջը, ապա պարզ է, որ եթե քեզ ուղարկողը խոսի, կդողա երկիրը։ Եթե քո շուրթերից է որոտ ելնում, ապա քո տիրոջ ձայնը ժայռերը կճեղքի։ Ծառա ես դու, թե ծառաների Տեր։ Մի ծածկիր ինձնից, քանզի զարմացած եմ քեզնով։ Ով է քո Տերը և ինչ է նրա անունը, որ ազգից է կամ որ երկրից։ Երկրակից է մեզ, թե հեռավոր մեկն է։ Պատմիր ինձ ամեն բան։ Հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ով սրբուհի, ավարտիր քո խոսքերը։ Իմ Տերն անտեսանելի է, նրա երկիրը անծանոթ, նրա անունը սքանչելի է։ Մեզնից բարձր է և ծածուկ, գերազանց է մտքերից ու խորհուրդներից։ Հայրական ծոցում է և այժմ իջել է քո մեջ։ Ինչու ես քննում նրան։ Ինձ չի երևում, բայց քեզ իր ծնողիդ թերևս կերևա։ Հեռու է մեր տոհմից, և ինչպես ասացի, չգիտեմ նրան։ Միայն ձայնը լսեցի, բայց չեմ կարող տեսնել։ Նրա քո մեջ գալստյան մասին լսեցի և շտապեցի հայտնել քեզ։ Ավետեցի, տես, ահա քո մեջ է, իրենից ուսանիր ճշմարտությունը»։ Հիացավ Մարիամը հրեշտակի սքանչելի խոսքերից և չհավանեց լռել։ Քանզի իմաստուն էր, շտապեց հարցնել իմաստությամբ և հրեշտակից ուսանել ճշմարտությունը։ Տիրամայրն ասաց. «Ով զվարթուն,
Եթե ասածներդ չմեկնես չեմ ընդունի ինձ ասած խոսքերդ։ Շուտ լսող չեմ, ինչպես Մայր Եվան, ով հավատաց մի խոսքի եւ մահը ճաշակեց։ Խրատ տվողին չհարցրեց ծառի պտուղն ուտելով, ինչպես կաստվածանամ, եթե հարցներ կհաղթեր եւ չէր մեր կանաշնորներից։ Արդ թույլ տուր հարցնեմ եւ մի ձանձրանա ինձնից։ Օծի ավետիսը սքանչելի չէր քոնից, միայն թե մեկնություն տաս նրանից ավելի։ Մանկաբարոյ չեմ ինչպես նա ով իր ամուսնու համար որոգայթ եղավ։ Եթե չհայտնես ճշմարտությունը, քեզ չեմ արձակի։ Նա կամեցավ բնությամբ աստվածանալ, իսկ ինձ ավետեցիր, որ կծնեմ առանց ամուսնության։ Անհնար է որ լինի այն, ինչ լսեցի քեզնից, քանզի իմ կյանքի օրերին տղամարդ չեմ տեսել։ Որ ժամանակում արգանդը ծնեց առանց ամուսնության կամ կանանց ազգի մեջ երբ այդպիսի բան եղավ։ Որ հողը առանց սերմի բերք բուսեցրեց, եւ կամ որ թատունկը ողկույզներ տվեց առանց մշակվելու, որ ծառը պտուղներ աճեցրեց առանց ջրվելու, եւ կամ որ խուրձը կալ դարձավ առանց հողագործի։ Ով տեսավ, որ կինը հղիացավ առանց տղամարդու մերձավորության, ով ծնեց առանց զուգավորության, ով է կույսի արգանդում մանուկ տեսել եւ կամ ում կուսության կնիքն է պահվել հղությունից հետո։ Եթե չմեկնես, դժվարին է ինձ համար հավատալը։ Իսկ հրեշտակը, երբ լսեց խորին հարցումները, հույս զարմացավ եւ սկսեց ասել, ինչ որ լինելու էր։ Հանճարեղ դպիրը, տեսնելով, որ կույսը հոժարությամբ լսում է ճշմարտությունը, պատրաստվեց մեկնել ճշմարտությունը։ Տեսնելով, որ նա մտադիր սիրով լսում է պատասխանը, սրեց իր հրեղեն լեզուն պատմելու օգտակարը։ Հրեշտակն ասաց. մի կարծիր, թե խաբում եմ քեզ, Դավթի դուստր։ Իմ պատգամները ճշմարիտ են, ընդունիր խոսքերս ընտրողաբար։ Ես նենգավոր կարապետ չեմ, որ տարակուսես իմ պատճառով։ Հավատա ինձ, իմ խոսքերը ճշմարիտ են։ Նման չեմ օծին, որը Եդեմում խաբեց քո մորը։ Եթե մտաբերես իմ զորավոր խոսքերը, դրանք կուսուցանեն քեզ։ Քեզ չեմ խաբում ասելով, թե կհափշտակես աստվածությունը, այլ մեծարում եմ իմ Տիրոջը եւ քեզ եմ պարգևում նրա ողջույնը։ Ոչ օծի պես իմ Տիրոջն եմ չարախոսում քո առջև եւ ոչ էլ լույսն եմ կողոպտում քեզնից, ինչպես դրախտում։ Ոչ թե տերևից անարգ հանդերձ եմ հագցնում քեզ, այլ անապական զգեստն եմ բերել, որ հագցնես քո հայր Ադամին։ Իմ Տերը ճշմարիտ է եւ ես ճշմարտություն եմ քարոզում քեզ։ Եվ որովհետև հարցրիր, թե ինչպես կլինի, լսիր եւ հիշիր։ Ճշմարտապես Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը Հովանի կլինի քեզ։ Մանուկների ստեղծիչը քեզնից կգոյացնի իր մարմինը, կհագնի այն եւ կույսիցդ կծնվի անծինի որդին։ Աշխարհի ճարտարապետը իջնելով քո սուրբ արգանդի եւ քո որովայնի ոստայնի մեջ կհյուսիր հողեղեն ձորձը եւ կհագնի այն։ Բարձրալի զորությունը կամրանա քեզնից եւ չի փոփոխվի եւ քո սրբությունից կթանձրանա ու կմարթանա անեղ բանը։ Ամենակալ Աստված քո մաքուր բովի մեջ կձուլի ու կքանդակի Ադամի պատկերը եւ կխոնարհվի ծնվելու քեզնից։ Կնորոքի ու իր էությանը կմիավորվի նկարագիրը, որ եղծեց չարը եւ նրանով կգնի աշխարհը բռնակալի ծառայությունից։ Ան ժամանակը կսկսվի քո որովայնում եւ մարմնանալով իբրև մարդ կելնի աշխարհ։ Ահա բնակվել է քո մեջ եւ չի բաժանվել հորից, եկել է քո մեջ եւ երկինքն ու երկիրը լի են նրանով։ Քեզ պետք չէ մերձավորվել եւ ապա հղանալ, քանզի այդ է սահմանված քեզ։ Չես հաղորդակցվի ապա մայրանը, քանզի քո որդին կցեց այն հաղորդությունը բոլոր տոհմերին։ Քեզ այս չի մերձենա պտղաբերելու իրենից, քանզի քո կուսության պտուղը բարձրալի զորությունն է։ Չի լուծվի քո կուսության կնիքը, քանզի լուսափայլ ճառագայթը կծակի եւ կբնակվի քո մեջ։ Քո մտքից հանիր մարմնավոր խորհուրդները, քանի որ քո մանուկը Աստծո որդին է, եւ այլևս մի քննիր եւ մի խորհիր, թե ինչպես, ուր, ինչի համար,
որովհետև հորից ծնվածն անքննելի է ու անհասանելի, եւ որպեսզի հայտնապես հավատաս իմ խոսքերին, եւ քո սիրտը հաստատվի, ցույց տամ քեզ նշան։ Ահա Եղիսաբեթը քո ազգականը, ծեր ամուլը, հղի է։ Նա իր օրերի վախճանին մանուկ կծնի, եւ այս ամուլ կոչվածի 6-րդ ամիսն է, քանզի Աստծո համար անկարելի բան չկա։ Նա կվկայի քեզ իմ խոսքերի մասին, Աստծո համար ամեն բան դյուրին է։ Եթե գոսացած ամուլ որդն է պտուղ տալիս, ապա կույսիդ հղանալն ինչու է անհնարին։ Քո զավակը անքննելի է ու անզննելի։ Նրա մասին այլ կերպ չպետք է հարցնել, այլ միայն սիրով։ Երբ ես առաքվեցի բերելու նրա ավետիսը, չհամարձակվեցի քննել, այլ առանց հակառակվելու ավետեցի քեզ, ինչ որ լսեցի նրանից։ Չհամարձակվեցի հարցնել, թե ինչու կամ ինչպես, այլ լուռ ընդունեցի ահավորի հրամանը։ Տեսեք, քննողներ, հարցում կա, որ օգտակար է, հարցում էլ կա, որ չարիքի պատճառ է դառնում։ Մարդ կա, որ քննում է եւ չի տկարանում, քանզի ճշմարիտ է, եւ կա մարդ, որ քննում է եւ նրա գործը տարակուսանքի է մատնվում։ Հարցումների խոսքերը երկու պատկեր են ներկայացնում, մեկը սիրո, մեկը հակառակության։ Մարիամը, որ հարցրեց սիրով, չմեղադրվեց, քանզի իմաստությամբ կամեցավ ճշմարտությունն ուսանել, իսկ Զաքարիան, որ հարցրեց երկմտությամբ, պապանձվելով ընդունեց իր դատապարտությունը։ Կանանց մեջ օրհնյալ է Մարիամը, ով քննեց ճշմարտությունը եւ հրեշտակից սովորեց կատարյալ ճշմարտությունը։ Առանց հարցման չէր լինի պատասխան, եւ առանց քննողի չէր լինի մեկնություն։ Երբ հարցրեց, թե ինչպես կլինի ինձ այդ, լսեց, թե Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Արդ, եթե կույսի մեջ բնակվեցին Սուրբ Հոգին եւ Բարձրյալի զորությունը, ապա ով կհամարձակվի հորից կրտսեր ասել նրան, քանզի Բարձրյալի զորությունը սիրելի որդին է, եւ հենց ինքն է Աստծո իմաստությունն ու բազուկը։ Գաբրիելից առավել ով կներբողի ճշմարտությունը եւ կամ հրեշտակապետի պես ով խոսքերով կկշռի ստուգությունը։ Ով է, որ հասու է հոգեղեն խորհուրդներին հոգեղենի պես եւ կամ ով էր լողում կայծակների խորքերում, եթե ոչ հրեղենը։ Ով կարող էր Աստծո որդու մասին պատմել նրա կարապետի պես եւ կամ ով էր իր հոր սպասավորից առավել հավատարիմ։ Մեծ թագավորից ելավ հրամանը եւ դրանից հետո լսելիքի դռներով մտավ թագավորի որդին։ Եվ կույսը հրեշտակին ասաց, թե ահա ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Տվեց խոսքը եւ մանկանն ընդունեց իր մեջ։ Այնպես չէ, ինչպես ոմանք են ասում, թե հրեշտակի գալուց առաջ իջավ կույսի մեջ։ Եթե այդպես լիներ, զարմանալի չէր լինի։ Պետք էր, որ նախ ավետեր կույսին, իսկ նա իր բարի կամքով եւ սուրբ ազատությամբ ընդուներ նրան։ Սուրբ Եփրեմ Ասորի հատված ներբող Աստված Քրիստոսի ծննդյանը աշխատությունից։ Փառք Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառավորյալ եւ օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածնի մայրական քաղցր օրհնությունը բոլորիդ վրա լինի։